Բարի օր սիրելի երեստատիտող, այսօր պատրաստելու ենք հատուկ բրաունի բակ պահողների համար։ Շատ համով, շատ հյութեղ դուրմով լեցուն, այսինքն շոկոլադով, չեք հսկա, որ ինչ-որ ստանդարտ կամ մշտական մեր բրաունիից ուրիշ ինչ-որ պաղադրատոմս է, քանի որ այնքան հարուստ է, այստեղ տեսնում եք ամեն ինչ փուսական է, բայց այնքան համովություն է այստեղ։ Շատ հեշտ է պատրաստվում, գնացինք սկսելու։ Կես բաժակ շաքարավազ, կես բաժակ շաքարնակագույն շաքար, 1.5 բաժակ ալյուր, 2 ճաշի գդալ կտավադի սերմ, 1 ճաշի գդալ լուծվող սուրճ, կես բաժակ կոկոսի կաթ, կես բաժակ կոկոսի յուղ, 250 գրամ սև շոկոլա, քառորդ թեյի գդալ աղ, 1 թեյի գդալ վանիլին և կես բաժակ կակաո փոշի։ Սկզբում ինչ ենք անում։ Ես մի կողմից մեր շոկոլան կամ դուրմը պետք է հալածնեմ։ Այստեղ տեսնում եք, մենք ունենք dark chocolate, այսինքն մուգ շոկոլա կամ դուրմ, որը ընդհանրապես արդեն չկա իր մեջ ոչ բուսական ծագում ունեցող մթերք։ Դուք կարող եք եւ շուկայից վերցնել dark chocolate կամ մուգ շոկոլա, որի մեջ որևէ մեկ կարագ կամ որևէ մեկ կենդանական աղբյուր ունեցող բան չգտնեք։ Էսի ստեղ ենք դնում, իսկ կակաո ենք օգտագործելու, երկրորդը և երրորդը կոկոնատի կամ կոկոսի յուղը։ Այս երեքը իրար ենք խառնում և ստանում ենք մեր այդ դուրմ շոկոլա, այդ հալած շոկոլան։ Դե ինձ սիրելիներս, ինչ ենք անում սկզբում։ Ստեղից երկու հատը ստեղ եմ ավելացնելու ու մի հատը թողելու եմ, որպես ամենավերջում ավելացնում եմ կոկոսի յուղը, մոտավոր կես բաժակ, որովհետև պիտի հաշվի առնեք, որ մենք ուրիշ ոչ մեկ յուղի տեսակ չունենք ստեղ կամ կարագ, մենք օգտագործում ենք միայն կոկոսի յուղ, դրա համար ինքը պետք է լինի կես բաժակ, որպեսզի այդ յուղայնությունը մեզ շնորհի։ Ավելացնում եմ կես բաժակ կակաո, ու լավ խառնում եմ։ Մի կողմից հալվում է կոկոսի յուղը, մի կողմից արդեն մեր շոկոլաները հալվում են և կակաոը միանում է այս զանգվածին։ Շուտ-շուտ խառնում ենք և թողում ենք հալչի։ Չենք թողում, որ ինքը շատ երա, ուղղակի շատ համով է հոտը։ Նայեք, արդեն ինքը ունեցանք այդ համովությունը։ Ես կարող եմ էսի անջատել, որ իրադակությամբ մնացածը հալի։ Տեսակ ինչ ենք ստանում այսպիսի հալած շոկոլա։ Ստեղ ունենք կտավադի սերմ, ստեղ ունենք լուծվող սուրճ, ստեղ ունենք մուգ շաքարը և ստեղ ունենք պարզ շաքարը և իհարկե կոկոսի կաթը։ Ալյուրը ամենավերջում, դե իհարկե վանիլը կարող ենք օրինակ ավելացնել ստեղ միանգամից կոկոսին, մեկ թեյի գդալ ենք ավելացնում, դե իհարկե մարանիգի վանիլին ենք օգտագործում, վանիլինը թրեցի մեր կոկոսի կաթի վրա, մի քիչ էլ աղ եմ ավելացնում, դեց մի պտղունց, ընդհանրապես այս տեսակի քաղցրների անպայման մի հատ աղ ենք ավելացնում, մի հատ խառնում եմ, դե իհարկե մարանիգից ենք օգտագործում վանիլինը, շաքարը, աղը և կակաո, կարևոր բաներ են, չմոռանաք։ Մի հատ տեսնում ենք մեր շոկոլան, յամի, արդեն հալել է,
իրականում ես գոգոսի յուղ շատ եմ սիրում ու իրանով պատրաստված թխվածքները խենթանում եմ։ Ահա։ Հիմա այստեղ մի հատ գնում ենք սիլից ջուր ենք վերցնում, տաք ջուր, որպեսզի ավելացնենք մեր կոֆեի վրա կամ սուրճի վրա։ Հայացեք արդեն հալեցավ։ Ավելացնում եմ կտավատի սերմը։ Մի հատ խառնում եմ։ Ու այստեղ ունենք մեզի խորքով համդվող բրաունիզի մեջ հետաքրքիր համադրություն։ Կարող ենք բերել մեր բոլը կամ մեծամանը։ Այս սրանք եմ ավելացնում, հարիճները, ավելացում եմ մուգ շաքարը, ավելացում եմ մուշ շաքարը, ավելացում եմ կոկոսի կաթը և ավելացում եմ կտավատող սուրճը։ Միատել ենք խառնումը սպատուլայով, արդեն տեսնում եք ինչ համովություն սպասում մեզ։ Բերում ենք այսպիսի պայրեքս։ Ու ավելացնում ենք։ Ավելացնելուց հետո ավելացնելու եմ չոկոլադ չիփսերը կամ մեր չոկոլադի սալիկները։ Այստեղ ունենք շոկոլաները կամ տուրմիկ կարագուսիները, սենց մեկ-մեկ դնում ենք, նետում ենք, որպեսզի ամեն մեկուն օրվա բախտավոր լինի։ Վերցնում ես ու մեջը մի հատ էլ հալած շոկոլա։ Դե ինձ սիրելիներս, ուղարկենք ջերոց, թխելու ենք մոտավոր 25 րոպեից 28 րոպե, մաքսիմում 30 րոպե, ոչ ավել, որովհետև իր մեջ պետք է այդ հալած շոկոլան մնա։ Հանկարծ չչորացնենք։ Գնացինք։ Դե ինձ սիրելիներս, մինչ մեր բրաունին եփի, ուզում եմ հիշեցնել, կամ ես հիշել եմ, քանի որ ուզում եմ ցեզ հիշեցնել, որ կարող եմ միանգամից զանգել զանգեզուր, ասել, որ մի շաբաթվա իմ բոլոր պետքերս ուղարկեն, որովհետև արդեն ես ունեմ ինչ-որ favorite list, այսինքն իմ ամենացանկացած մտերքները իրանցից, որից օրինակ գրծքամիսն է, որից բուտիկներն է, որից chicken liver-ն է, այսինքն հավի լյարդը, եւ ունեմ իրանցից մեծ այդ հավիկները, որը օգտագործելու եմ իմ ճաշերի մեջ։ Կարող են միանգամից ուղարկել ու ես հարցակը խցիկում պահեմ ու ամեն ճաշերս պատրաստեմ։ Ավելի լավ չէ, քան թե ամեն անգամ ինչ-որ մեջտեղ մնամ, ասեմ հավ չկա, դունը կարող եմ պատրաստեմ, կարող եմ չպատրաստել։ Դուք էլ կարող եք, ըստեղ ունենք, կարծեմ, համարը, կարող եք զանգել, դուք էլ պատվիրել, ունենալ սարսախցիկում։ Իրականում շատ եմ սիրում, երբ որ բաքի ուտեստեր եք պատրաստում, քանի որ զգում եմ, որ մարդիկ միշտ սպասում են այդ բաքը, որովհետեւ իրանց զրգեն, ինչ որ ուտելիքները, որ մշտական ուտում են։ Այդ ոնց որ մարդու գամքն է բարձրացնում ու դու ունենում ես ավելի ուժեղ կամք, որոշում ես, որ այսինչ ուտելիքներից կամ ընդհանրապես ինչ որ ստանդարտ ունես այդ դրանցից, զուրկ մնաս ու ուրիշ բաներ ուտես։ Լավ է, որ մարդը որոշում է ինչ որ
այդպիսի որոշում իր կյանքի մեջ ու փոփոխություն ա լինում ու ուժեղանում ա դրանով։ Այսինքն ովքեր որ բակ են պահում, ուրախանում եմ ու ես ես մի խոսքով ապրեք եմ ասում ու դրա համար ես համով բաղադրատոմսեր եմ տալիս ես, որպեսզի պատյաշ կանեմ, այսինքն support անեմ։ Մի խոսքով աջակցեմ ձեզ, որպեսզի դուք դուխով այդ բակը պահեք ու համով բաներ ուտեք ու ասեք, որ վայ, ինչ լավ ա, որ այսքան տարբերակներ ունենք պատրաստելու բուսական ծագում ունեցող ուտեստներով։ Ես ուզում եի հիշացնել, որ ովքեր որ մեզ նայում են Getron TV-ով ժամը 9-ին կամ ժամը 17:00, գիտեն, որ մենք YouTube-ում ունենք ալիք, որտեղ բոլոր մեր բաղադրատոմսերը այնտեղ ներբեռնվում է մեր բոլոր հաղորդումները, այսինքն բաց չեք թողնի։ Եթե այդ օրը դունը չեք եւ չնայեցաք, գնացեք YouTube, անշուշտ չմոռանաք subscribe անել, այսինքն բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ոչ մի բան։ Իսկ եթե շատ եք հավանել, կարող եք ուղարկել ձեր հորաքրոջ, մորաքրոջ, մամային, պապային, քույրիկին, եղբորը, ամուսինին, տիկնոջ, զավակին եւ որպեսզի իրենք էլ բաց չթողնեն այդ հաղորդումը։ Մի խոսքով, չմոռանաք նույնիսկ մեր Facebook եւ Instagram էջերը լայք անել, մեր պոստերը լայք անել, անուշի կոմենտներ գրել ու ես ամեն ինչ կկարտամ։ Իհարկե, ձեր ցանկացած բաղադրատոմսներ գրեք, միշտ կարդում ենք, միշտ մեր թիմը ասում է ինձ, որ դուք ուզել եք այսպիսի բաղադրատոմս, շաղիկ, որ խնդրեմ, էսի պատրաստ է, էնի պատրաստ է եւ մենք պատրաստում ենք։ Դե ինձ սիրելիներս, արդեն մեր brownies-ին հոդը բոլոր Getron TV շենքը լցված է եւ առաջ որ մեր բոլոր գործընկերները հայտնեն այստեղ, մենք անենք ջերոցից։ Wow. Հələ մի հատ նայեք։ Ես սիրում եմ բրաունին ցած վրայի տնել։ Ով անհամբեր ու դի։ Ես։ Այսօր միակ խնդիրնից գիտեք ինչա, որ ես համովություն եմ պատրաստել ու այսօր չեմ վայելելու մեր Smiley Sweet-ի քաղցրավենիքները, բայց ոչինչ։ Եկող անգամ, երկու անգամ կվայելեմ։ Ինչա կարծիքնիդ։ Եվ այսօրվա մեր բաքի հատուկ բրաունիզը պատրաստ է։ Դուք էլ պատրաստ եք եւ վայելեք, բարի խորժակ։ Դե ինձ սիրելիներս, ես արդեն անհամբեր եմ փորձելու։ Մի քիչ տաք է, բայց չեմ թիմանում։ Այնքան համով, այնքան հագեցնող, դուրմի համը շոկոլադի եւ կակաոյի համով ոնց որ վերից վարկես դարձնի, որտեղ արդեն գա գոգոսի յուղի համը եւ կաթի, որը արդեն դալիս է ավելի խորություն համի։ Շատ խենթանալիք, իրական գսեմ անպայման պատրաստեք։ Եթե ուզում եք քաղցր ու դելիք ունենալ բակի շրջանին, կպատրաստեք հենց այս բրաունիները։ Բաղադրատոմսը շատ հեշտ է, պատրաստեք եւ վայելեք։ Չմոռանաք մեզ գրել, եթե հավանել եք այս բաղադրատոմսը։ Սիրով կհանդիպենք վաղը։
շատ համով է։